Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Ըստ նախաքննության արդյունքի հոկտեմբերի 27-ին երեխայի հայրը վրեժի շարժառիթով Ծափաթաղին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է տղային։ Այնուհետև որդու դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելով հետո տեղափոխել է զիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից հատված, որտեղ նոյեմբերի 2-ին դիակը հայտնաբերվել է։ Արտաքին զնությամբ Տիգրանի գլխին հայտնաբերվել են վնասվածքներ։ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով։ Հայրը Արմեն Օվանեսովը 1 ամսից ավելի է կալանավորված է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիրներին սպառնացել է հանկարծ չսխալվել, նրա բոցաշունչ ելույթը նվիրված է եղել Տարոն Մարգարյանին ու նրա օգնականին։ Սիրելի երեխաներ, ես ուզում եմ շատ կարճ ձեզ ծանոթացնեմ օրինակ 2 պատգամավորի հետ, որոնք այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում են։ Օրինակ մեկը Հակոբ Արշակյանն է, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված եւ լավ անձնավորություն է, եւ երկրորդ անձնավորությունը ուզում ծանոթացնեմ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից եւ մեկնաբանել է լափել միջև վերջ Ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրան ստուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը, որն է ալնում։ Տարոն Մարգարյանն ավելի զուսպ է գտնվել, նիստից հետո չի արձագանքել Ալեն Սիմոնյանի խոսքերին։ Տարոն Մարգարյան, բարև ձեզ, դուք ինչպես Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին կարձագանքեիք։ Չեք ուզում արձագանքեք, օրինակ Ես բան չեմ խոսում եմ կարգալ։ Ինչու Ալեն Սիմոնյանը օրինակ նման բան ասես ձեր տան հետ կապված։ Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էլջեքյանի կինը բաց նամակով դիմել է Մեհրիբան Ալիևային խնդրելով ներում շնորհել ամուսնուն։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ամուսինն առողջական լուրջ խնդիրներ ունի, չի կարողանում քայլել։ Նամակում ասվում է, որ ամուսնու ներումը կլինի լուռ մեծագործություն, կհիշվի ոչ թե որպես զիջում, այլ որպես մարդասիրություն։ Այն երեխաներին կվերադարձնի իրենց կարոտած հորը, իր մորը Փեսային, իսկ իրեն ամուսնուն և կյանքի ուղեկցին։ Եկեք միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է ՔՊ վարչությունը մերժել է պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Շիշ Բռնողի և Կարեն Սարուխանյանի հայտերը, որոնք պատգամավորության թեկնածություն էին առաջադրել 2026-ի ընտրությունների ցուցակում տեղ զբաղեցնելու համար։ Արդեն քանի օր է ինչ վարչությունը Փաշինյանի գլխավորությամբ քննում է թեկնածուներին ապակ վեարկում կամ գրանցում կամ մերժում։ Այս զտումից հետո նոր ցուցակի հերթականությունը կորոշի ՔՊ համագումարը։ Գրել էինք, որ Հայկ Սարգսյանին մերժելու հարցում վճռորոշ են եղել քրեական հեղինակությունների հետ նրա կապերը աղմկոտ պատմություններին առնչություն։ Երեկ մեզ պատմեցին, որ մեծ դեր է խաղացել ազգային ժողովի մշտական հանձնաժողովի ամիսներ առաջ կայացած չարաբաստիկ նիստը, որտեղ քննարկվում էր պատգամավորի առաջարկած բուքմեյքերական ընկերությունների համար 10% շրջանառության հարկ սահմանելու նախագիծը եւ կրքերն այնքան էին թեժացել, որ Սարգսյանը ԿՊԱ-ականներին մեղադրել էր բուքմեյքերների շահերը պաշտպանելու մեջ։ Հիմնական կասկածն ուղղված էր եղել Ալեն Սիմոնյանին, ակնարկը Վիվարոյի սեփականատիրոջ հետ նրա կապերին։ Նիստից հետո Սիմոնյանը Շիշ Բռնողի դեմ վարչությանը դիմում էր ներկայացրել վարկը քննելու եւ նրան նկատողություն տվեցին։ Հիմա նորից են հիշել այդ միջադեպը։ Վարչության անդամները խիստ քննադատել են, որ նա հրապարակավ անվանարկել է թիմին։ Ասել են՝ դու կարող ես կապեր ունենալ գողականների հետ, մի քանի տարում հարստություն դիզել, բայց չես կարող ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը ջրի երես անել։ Սարգսյանի գրանցմանը կողմ են քվեարկել Արմեն Խաչատրյանը եւ Վահագն Ալեքսյանը։
Նույն աղբյուրը գրում է. ՔՊ վարչությունը մերժել է նաև ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաև նորահայտ ՔՊ-ական Ջուլիետտա Ազարյանի թեկնածությունը։ Եթե Հայկ Ցիրունյանի դեպքում ՔՊ-ում անակնկալի չեն եկել, համարում են, որ նա ասես այլ մոլորակային լինի, իրերն ու երևույթները միշտ սեփական խոհափիլիսոփայությամբ է վերլուծում։ Հիշեցնենք, նա գործընթաց է երկրում եղբայր, թևավոր դարձած մտքի հեղինակն է, ապա շատերն անակնկալի են եկել Ջուլիի պարագայում, որը մինչև վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին եւ սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումների եւ հայտարարությունների հեղինակն էր, սակայն փաստորեն այդ անձնորացությունը չի գնահատվել։ Հնարավոր է, որ նա ինքն իր գործը փչացրեց, երբ մի բանավոր ելույթի ժամանակ անզգուշություն ունեցավ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս, հարգալից նախագահ բառն օգտագործել այն դեպքում, երբ փորձառու ուսապարկերը նրա մասին խոսելիս ասում են մերժվածը։ Ստացվում է, որ մինչ այս պահը ԿՊ խմբակցությունից 4 падգամավոր է մերժվել՝ Ջուլին, Շիժբռնողը, Ցիրունյանը եւ Կարեն Սարուխանյանը։ Իհարկե, սա չի նշանակում, թե ԿՊ-ն նրանց անգործու անտեր կթողնի։ Նրանց գործադիրում մի բան կտան, որ ընդդիմության շարքերը չհամալրեն։ Ժողովուրդը գրում է ազգային ժողովը 3 ընդունեց զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը կողմ 65 դեմ 4 ձեռնպահ 20։ Ըստ ընդունված փաթեթի 24-ամյա պարտադիր զինծառայությունը կդառնա 18-ամսյա։ Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ազգային ժողովում ներկայացրեց պահեստազորայինների վարժական հավաքների վերաբերյալ թվերը։ 2025-ին վարժական հավաքներին ներգրավել է 16000 պահեստազորային, իսկ 2026-ին նախատեսվում է ներգրավել 20000։ Այսինքն նախընտրական գովազդի շրջանակում ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվեց կես տարով, բայց մյուս բոլոր քաղաքացիները ավելի մեծ թվով վարժական հավաքներին ստիպված կլինեն մասնակցել։ Մասնագետներն այս կրճատումը համարում են բանակի քանդման հերթական քայլ։ Հայկ Սարգսյանը կբողոքարկի իր նախընտրական հայտը մերժելու որոշումը, падգամավորն ասել է, որ իրեն մերժել են, որովհետև իր օրենսդրական գործունեությամբ որոշ մարդկանց այսպես ասած ցավեցրել է, բայց անուններ դեռ չի տվել։ Ես ցանկանում եմ, որպեսզի վարչությունը ինձ հնարավորություն տա, որպեսզի ես առաջադրվեմ, ոչ թե ֆիքսվի իմ տեղը կենտրոնական ցուցակում, այլ ես հնարավորություն ունենամ ներկայացվելու կուսակցության անդամներին եւ կուսակցության անդամները որոշեն։ Ես կլինեմ անցողիկ տեղում, օրինակ միջև 50-ը կամ 70-ը, թե կլինեմ օրինակ 350-րդ համարը եւ ուղղակի չեմ լինի ազգային ժողովում։ Ես ոչ թե ցանկանում եմ ունենալ անցողիկ տեղ, ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես հիմնադիր կուսակցական եւ ունենալ ներկայանալու հնարավորություն եւ արդեն իմ գործունեությունը վերլուծելով մեր կուսակցականները կորոշեն։ Այս պահին վարչությունն է մերժել, որը ես վստահ եմ, որ եթե համագումարը ընտրի, ես կունենամ անցողիկ տեղ եւ կլինեմ առաջի առնվազն 50 համարների մեջ։ Բարեվարկությանը չէիք համապատասխանում, պարոն Սարգսյան։ Բարեվարկություն նման հարց։ Ասում են, որ քրեական ենթամշակույթի հետ Ես արդեն պատասխանեցի, որ ես իրացնելու եմ, ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի եւ նաեւ ունենալ առաջադրվելու իրավունք, նաեւ կարծում եմ, որ առաջիկայում այսօր կամ վաղը կամ մոտորերս վարչությունը ինձ կհրավիրի, որպեսզի քննի իմ բողոքը եւ բավարարի բողոքս կամ մերժի։ ԿՊ-ական падգամավոր Նարեկ Ղահրամանյանը չի բացահայտել վարչությունն ընդունել է իր թեկնածությունը նախընտրական ցուցակում, թե ոչ։ Պետք է չխոսանք էլի դրա մասին։ Վարչությունը եթե պետք լինի ինքը կհայտարարի դրա մասին։ Մերժել են կատեգորիայով։ Լսեք, ոչ մեկը չի մերժել։ Ասում եմ վարչությունը եթե հարկ կլինի, վարչության որոշումները ճիշտ կլինի վարչությունից հարցնի կամ կուսակցության աշխատակազմից։ հիմա դուք ձեզ տեղեկացրել են, բայց դուք ուղղակի չեք ասում։ Այո, ինձ տեղեկացրել են, ուղղակի ես չեմ ասում։ Այո։ Կրկնվում եք դուք, ուշացաք մի քիչ։ Գյումրիից եկել եմ, Գյումրի էլ կգնամ։ Իշխող ուժի падգամավոր Կարեն Սարուխանյանը եւս այս թեմայով խուսափողական պատասխաններ է տվել։ Դուք ինչու չեք ասում։ Քննարկումները շարունակվում են։ Բայց ինչ կարծել եք կապված, որ քննարկումները շարունակվում են։ Ես ոչինչ ասել, ավել ասելիք չունեմ։ Այդ իսկ բողոքարկելու եք, թե տուն եք գնալու։ Քննարկումները շարունակվում են։ Գյումրի է գնալու։ Տեղեկացանք, որ արդեն դիմումով դիմել եք ԿՊ-ին։ Ես միշտ եմ Գյումրիից եկել եմ եւ Գյումրի եմ գնալ։ Պարոն Սարուխանյան, տեղեկացա, որ արդեն դիմել եք ԿՊ-ին, դիմում եք ներկայացրել, ճիշտ է։ Դե ես ասում եմ, քննարկումները շարունակվում են։ Հենց ինչ որ նոր բաներ։ Անհամաձայնություն եք հայտնել նրան։ Մերժեց քրտվարչություն, ինչով եք պայմանավորում։ Ես նման բան ասել եմ։ Իսկ Տիգրան Պարսիլյանի բախտը բերել է, նա լրագրողների ներկայությամբ մեյլով ստացել է ԿՊ ցուցակում լինելու հաստատումը։ Կարող է նույնիսկ ես ստացել եմ, չեմ նայել։ Գուցե նայեք։ Եկեք փոխում նայեմ։ Իհարկե մենք
Հա, բայց էկրանը չի։ Չէ, բնականաբար չեմ պատկառի։ Տեխնացություն հաստատված։ Սպիտակ տան պարահանդեսային նոր դահլիճի արժեքը կարող է հասնել $400 միլիոն, հայտարարել է Ամերիկայի նախագահը։ 150 տարի շարունակ նրանք ցանկացել են ունենալ պարահանդեսային դահլիճ։ Սա կլինի ամենագեղեցիկ դահլիճը եւ այնտեղ հնարավոր կլինի անցկացնել երթմնակալության արարողությունները, ասել է Թրամփը։ Եվ եղանակ 10 օր տեղումներ չեն լինի, մեր երկիրը հզոր անտիսիկլոնի գոտում է։ Ջերմաստիճանը շարունակում է մնալ կլիմայական նորմայից 2-ից 4 աստիճան բարձր։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։